ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի $600 միլիարդ ներդրման վերաբերյալ։ Փաստաթղթերը ստորագրվել են մայիսի 14-ին Ռիադում եւ ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը, հայտնել են Սպիտակ տանը։ Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում եւ առողջապահական ծրագրերում։ Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են $142 միլիարդ արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների եւ սարքավորումների մատակարարում Ռիադին, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում եւ աջակցություն։ Բելգրադը հավատարիմ է Եվրամիությանը միանալու նպատակին եւ ցանկանում է արագացնել այդ գործընթացը, հայտարարել է Սերբիայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման շրջանակում։ Ալեքսանդր Վուչիչը նշել է, իր երկիրը ցանկանում է ավելի շատ բանակցություններ վարել միության հետ։ Նա խոստացել է, որ Սերբիայի կառավարությունը կաշխատի եվրոինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ մթնոլորտն այդքան էլ լավը չէ։ Մայիսի կապակցության Մոսկվայից պատճառով այնուամենայնիվ հուսով եմ Եվրոպան կտեսնի մեր գրանցած առաջընթացը, նշել է Վուչիչը։ Անտոնիո Կոշտան էլ հայտարարել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել Բելգրադ-Պրիշտինա երկխոսությանը։ Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ եվրոպական կողմի անվտանգային քաղաքականության համար կարևոր է Ուկրաինայում խաղաղությունը եւ այդ հարցում Կիևին աջակցելը։ Շվեյցարիայում կայացած հանդիպումներից հետո Միացյալ Նահանգները եւ Չինաստանը բեկումնային առևտրային եւ տնտեսական համաձայնագրեր են կնքել, սակայն մանրամասները դեռևս չեն համաձայնեցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք հանգստյան օրերին Չինաստանի հետ բեկումնային համաձայնության հասանք։ Երկկողմ ներդրումային ֆորումի ժամանակ ասաց Սաուդյան Արաբիայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա ելույթը ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով։ Մենք պետք է համաձայնության գանք փոքր մանրամասների շուրջ, խոստովանել է Թրամփը։ Նա պնդել է, որ ձեռքբերված համաձայնագրերի համաձայն Չինաստանը ըստ էության համաձայնել էր լիովին բացել իր շուկաները ամերիկյան բիզնեսի համար։ Այնուամենայնիվ Չինաստանը համաձայնել է բացվել Միացյալ Նահանգների առջև առևտրի եւ մնացած ամեն ինչի առումով, կարծում է Սպիտակ տան ղեկավարը։ Բայց նրանք դեռ պետք է դա անեն, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հավելել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկվել են Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, Ռուսաստանի դաշնության եւ Ուկրաինայի հակամարտությունը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան իր դաշնակիցներից համագործակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելու համար։ Թուրքական կողմից հանդիպանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիվ Քլաչը։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով Ստամբուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ տեղեկությունների արդեն Ստամբուլ են ժամանել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը եւ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիտկովը։ Իսկ ռուսական կողմը, ինչպես հայտնի է, դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը։ Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ նախագահ անհրաժեշտ համարի, հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կմեկնի Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի բանակցությունները, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի բանակցություններին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի հաստատումից հետո։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այո, իհարկե, ես դա կանեմ թափանցիկ ձևով Զելենսկու եւ եվրոպացի գործընկերների հետ համակարգված։ Նրա Պուտինի հետ երկխոսությունը անհրաժեշտ է։ TF1-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցել Ռուսաստանի առաջնորդի հետ հրադադարի դեպքում։
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դատապարտում է Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում։ Մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ։ Մերձավոր Արևելքը եւ աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ հանձնառությունը վերջ տնելու անցյալի հակամարտություններին եւ կառուցելու նոր գործընկերություններ, ավելի լավ եւ ավելի կայուն աշխարհի համար։ Նույնիսկ եթե մեր տարաձայնությունները կարող են խորը լինել», ասել է Թրամփը։ Սակայն եթե Իրանի ղեկավարությունը չհամաձայնվի, Միացյալ Նահանգները այլ ընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճշմարտ քաղաքականությունը եւ ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, նշել է ամերիկացի առաջնորդը։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերսկսվել են զինված բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի եւ կայունության աջակցության ապարատի միջև, հայտնում է Al-Wasat-ը։ Հրատարակության տվյալներով մարտերը սկսվել են Լիբիայի նախագահական խորհրդում SSA-ի ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիքլիի լիկվիդացումից հետո։ Նա սպանվել է Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, որից հետո բրիգադը հրաման է ստացել գրոհել SSA-ի շտաբը եւ անցնել հարձակման։ SSA-ի ուժերը տեղակայվել են քաղաքի մուտքերի մոտ, ներառյալ դեպի Միտիգա միջազգային օդանավակայան տանող ճանապարհը եւ դեպի իրենց շտաբ։ Ականատեսները հայտնել են դեպի Միտիգա զսպող ուժերի եւ դատական ոստիկանության ռազմական շարասյունի շարժման մասին։ Ռուսաստանում ԱՄՆ-ի եւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ է նախատեսված, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա զերծ է մնացել բանակցությունների կոնկրետ ժամկետը նշելուց, ասելով, որ դա կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կախված նրանից, թե ինչպես կիրագործվեն ամերիկացիների հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե երբ է լավագույն ժամկետը բանակցությունների այս նոր փուլն անցկացնելու համար, ասել է Ռյաբկովը։ ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը հայտնում է, որ Մոսկվայում երեկոյան անձրևի պատճառով խցանված երթևեկություն է եղել։ Քաղաքի որոշ վայրերում անձրև է գալիս, հոսքի միջին արագությունը 22 կմ/ժ է, հաղորդում է գերատեսչությունը։ Տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով երթևեկության վրա ազդում են եղանակային պայմանները, տեղական սահմանափակումները, ճանապարհների նորոգումը եւ մանր վթարները։ Yandex Maps ծառայության տվյալներով մայրաքաղաքի ճանապարհների խցանումները գնահատվում են 8 բալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից մինչև 21:30 ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։ Որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենին նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո, առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին, ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են Երևանում գտնվող տարածք եւ հողամաս։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հերթական հատիկ առ հատիկ շարքի տվյալները, որով ներկայացնում է, թե ինչ գույք կամ որքան գումար է վերադարձվել պետությանը։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը եւ բնակավայրերի նշանակություն ունեցող հողամասը, որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն 847 հազար 411 դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սրբազան պայքարի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիաներ։ Նրանք այս անգամ Արշակունյաց պողոտայում պաստառ են կախել «Չեմ վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գրությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես ՀՀ կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ եւ կարկուտ։ Երևանում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 13-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Մայիսի 16-ից 3-ը 17-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 17-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից 3-ը 14-ին աստիճանաբար կնվազի եւս 3-ից 6 աստիճանով, 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։